Մինչև հուլիսի 19-ը կատարեք գնումներ իդեալ համակարգի խանութներից եւ ամեն շաբաթ ստացեք հնարավորություն շահելու 500,000 դրամ արժողությամբ ճամփորդական ուղղագիր դեպի Կարմիր ծով, Իտալիա, Իսպանիա կամ ձեր նախընտրած ուղղությամբ։ Դատարանը քննում է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ գործարար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Քննչական կոմիտեն միջնորդել է նրան 2 ամսով կալանավորել։ Դատարան տեղափոխելու ժամանակ Ծառուկյանն ասել է, որ մեղադրանքն ամբողջությամբ սարքած է։ Գործի բաչկան հակառակը Օլամանապարտ, որը թուղթը գրել է, որը եւ դեսպանները ներկայ նախկինը որը կան, որ բոլոր սարքած քուչիկը ոչ մի բան չկա։ Իհարկե 100% դա ասենք ապացույց։ Ստաբն ինչ խոսքը։ Ավելի վաղ Ծառուկյանի առանձնատանը շուրջ 12 ժամ տևած խուզարկությունից հետո նրան ձերբակալել ու տարել են քննչական կոմիտե։ Գիշերը նրան քննչական կոմիտեից տեղափոխել են դատարան։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակելու ու փողերի լվացման օժանդակելու համար։ Նույն գործով ձերբակալվել է եւս մեկ անձ։ Ծառուկյանի փաստաբանը մեղադրանքը աբսուրդային ու ծիծաղելի է որակում, պնդելով, որ այն գործերում, որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ փոխկապակցված ընկերությունները պետք է տուժող ճանաչվեին, այժմ նրան մեղադրյալի կարգավիճակ են տվել։ Քննչականը հայտնում է, որ քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձին 22-ից 24 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն ու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Ըստ քրեական վարույթում առկա տվյալների Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ ու ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաև համատեղ իրավաբանական անձինք։ Այնուհետև Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու քողի ներքո գործելով խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում ձեռնարկատեր հանդիսացող մի շարք անձանց կողմից ղեկավարվող ու այնտեղ գործունեություն ծավալող ընկերություններից ձեռք են բերել ու Հայաստանի Հանրապետություն են ներմուծել 52 միավոր տրանսպորտային միջոցներ, տեխնիկաներ, վառելիք ու տարբեր տեսակի ապրանքներ, ապա ներկրումները քողարկելով տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերը ու պաշտոնական այլ փաստաթղթեր։ Նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել են ընդհանուր 21 միլիոն 72 հազար 827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 միլիարդ 126 միլիոն 946 հազար 460 Հայաստանի Հանրապետության դրամի արժողությամբ գույքերը։ Մասնավորապես նշվում է հաղորդագրության մեջ, Գագիկ Ծառուկյանը հանդիսանելով Հայաստանում պետական գրանցում ստացած ընկերության իրական շահառու վառելիքի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ՌԿ-ի հետ գալով նախնական հանցավոր համաձայնությամբ կազմակերպել ու ղեկավարել է վերջինիս կողմից վառելիքի ներկրման գործարքի շրջանակում Իրանի քաղաքացի ԵԻ-ից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով 934,465 ԱՄՆ դոլար գումարի հափշտակությունը։ Քրեական վարույթների նախաքննության շրջանակում Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ՊԵԿ-ը ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ 70-ից ավելի հասցեներում իրականացնել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ, այդ թվում հափշտակված տրանսպորտային միջոցներ։ Փոխանցում է քննչականը։ Մուլտիգրուպ կոնցեռնի կազմում գործող Արարատ ցեմենտ, Մուլտի Վելնես, Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատ, Մուլտի Սթոուն ընկերությունները, Փարավոն Համալիրը, Օլիմպավանը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Ծաղկաձորում գտնվող հյուրանոցները ըստ տեղեկությունների կապարակնքվել են։ Ծառուկյանի տանը պահվող վայրի կենդանիներին 3 առյուծի եւ 1 վագրի տեղափոխել են կենդանաբանական այգի։ Հաղորդագրությունը տարածել է Երևանի քաղաքապետարանը, տեղեկացրել, որ քննչական գործողությունների ընթացքում իրենց առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են կենդանաբանական այգի։ Կենդանիները կգտնվեն մասնագետների հսկողության ու խնամքի ներքո, վստահեցնում են քաղաքապետարանից։ Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավել են տարբեր կենդանիների ու թռչունների 190
Հատ Խրտվիլակ, ինչպես նաև 3 կառյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց ու տեղափոխվել կենդանաբանական այգի։ Ըստ հաղորդագրության ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 միլիոն դրամի վնաս։ Ծառուկյանի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսում է առգրավել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին։ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայ-Ակֆեն, ՀԱԿ-ը, Հանրապետականը, Բարգավաճ Հայաստանը, Դեմոկրատական այլընտրանքը, Մայր Հայաստանը վճռականորեն դատապարտում են Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, իսկ Ուժեղ Հայաստան դաշինքից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը որակում են քաղաքական բռնաճնշում, նշելով սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները գտնվել են լավագույն պայմաններում, իսկ դրանց պահպանման համար առկա են եղել անհրաժեշտ թույլտվությունները։ Լրագրողների հետ զրույցում ասել է Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակի Վետա Տոնոյանը։ Նրա խոսքով Հայաստանում լավագույն թերևս պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այնտեղ այդ վայրում պահվել են։ Կադրերում երևում են Գագիկ Ծառուկյանն ունեցել է բոլոր թույլտվությունները, բոլոր տեսակի մասնագետների առկայությունը եղել է, նշել է Բարգավաճ Հայաստան կուսակցության խոսնակը։ Հիշեցնենք, գլխավոր դատախազությունը ավելի վաղ դիմել էր կենտրոնական ընտրական հանձնաժողով Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ, սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդել էր, որ միջնորդությունը կքննարկեն սահմանադրական դատարանում ընտրական վեճի քննությունից հետո պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։ Ավելի վաղ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ու մեղադրանք առաջադրվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար։ Մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ շուտով Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական, պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում հայտարարեց, որ բացառում է որևէ պայմանավորվածություն գործար Գագիկ Ծառուկյանի հետ։ Մայիսի 24-ին Շիրակի մարզում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև 31 թվականը Ծառուկյանի առանձնատունը պետք է դառնա ծերերի խնամքի կենտրոն, ենթադրելով, որ այն պետք է անցնի պետությանը։ Նույն ելույթում նա ասել է, որ Ծառուկյանը, ինչպես նաև այլ նախկին ազդեցիկ գործիչներ ունեզրկվելու են։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից օգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ ավանդների, տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ ու ավտոկայանատեղի, հաղորդում է գլխավոր դատախազությունը։ Հաղորդագրության համաձայն հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Սերժ Սարգսյանի ու նրան փոխկապակցված անձանց։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օգուտ Հայաստանի Հանրապետության
ենթակա է բռնագանձման Երևանի կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը, նույն փողոցում գտնվող 1 ավտոկայանատեղին ամբողջությամբ եւ 1 ավտոկայանատեղի 38%-ը։ Բանկում ներդրված ընդհանուր 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների ու ավանդներից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները եւ 352 միլիոն 438 հազար դրամ փոխանցում է դատախազությունը։ Երրորդ նախագահի փաստաբանն ավելի վաղ Ազատության հետ զրույցում ապօրինի եւ արհեստածին էր որակել Սերժ Սարգսյանի եւ նրա դուստրերի դեմ հակակոռուպցիոն դատարանի կայացրած դիմումը։ Այսօր վարչապետը Facebook-յան իր էջում հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող 62 հեկտար մակերեսով հողամասն շուկայականից մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիարդ 578 միլիոն 981 հազար դրամ։ Եվ այս պահին զրուցելու եմ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Լիոնիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Լիոնիսյան, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Լիոնիսյան, ես ներկայացրի ինչ է տեղի ունենում Գագիկ Ծառուկյանի եւ ուրեմն նրա ընկերությունների շուրջ եւ թե ինչպիսի գնահատականներ կան, փաստաբաններն են խոսել, նաեւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ նշում են, որ ըստ էության հերթով, եթե այս իշխանությունը մնա, օրինակ Իշխան Սաղաթելյանն ասում էր, հերթով բոլորի հետևից գնալու են, ինչ է տեղի ունենում, որքանով ձեր դիտարկմամբ այս գործողությունները ունեն քաղաքական ենթատեքստ, որքանով այսպես իրավական շրջանակում են շարունակում մնալ։ Ես տեսա, որ դուք թերահավատ էիք նաև քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության ուրեմն հետ, որովհետև այնտեղ փաստական հիմքեր չէի կարողանում ուրեմն գտնել։ Հիմա երբ ինֆորմացիան բավականին արդեն տարածվել է, տարբեր տեղեկություններ համադրելով, ինչ տպավորություն եք ստացել, որքանով քաղաքական եւ որքանով իրավական գործընթացների հետ գործ ունենք, համեցեք։ Շնորհակալ եմ։ Գիտեք, քննչական կոմիտեի հաղորդագրությունից ես ինչ որ բաներ ամենայն ազնվությամբ չհասկացա։ Ես չհասկացա այդ խարդախության դուժողնով է, այսինքն խարդախությամբ ինչ որ մեկի գույքին տիրացել են։ Ինչին են տիրացել եւ ով այդ ինչ որ մեկը։ Հա, ոնց որ ասում են, խոսքը իրանցի ինչ որ բիզնեսմենի մասին է, բայց քննչական կոմիտեի հաղորդագրությունից դա այդքան էլ հստակ չէր։ Ինչևից է, ես ուղղակի ուզում եմ հստակեցնենք, ես չեմ բացառում, որ այս քրեական հետապնդման մեջ խնդիրներ կան։ Հայաստանում բազմաթիվ են այնպիսի մենք հաճախ ենք տեսնում քրեական հետապնդումներ, որոնք հիմնավորության տեսանկյունից խնդիրներ ունեն։ Բայց ես ուզում եմ նաև հստակեցնենք, որ գիտեք, շատեր ասում են քաղաքական հետապնդումը, քաղաքական հետապնդում կարող է լինել քաղաքական գործունեության համար։ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը իմ ընկալմամբ քաղաքական գործունեություն չի։ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը բիզնես գործունեություն է, որը ինքը որին սպասարկելու համար ինքը քաղաքական ուղղությամբ ինչ որ բաներ տարիներ շարունակ ձեռնարկել։ Իսկ վերջին կես տարում առհասարակ ինքը ըստ էության դարձել է օտարերկրյա միջամտության գործիք։ Այսինքն այս հետապնդումը, որը կա, մի կողմ թողնելով, թե դա իոք կարևոր է, բայց ամեն դեպքում այս պահին դա մի կողմ թողնելով, թե ինչքանով է հիմնավոր, ինչքանով հիմնավոր չի, բայց դա ոչ թե քաղաքական գործունեության համար է, օտարերկրյա միջամտության մասնակցության։ Սրանով իշխանությունները որ քաղաքական ուղերձ են հղում, իշխանությունների ուղերձը քաղաքական է։ Ուղերձ են հղում, ասում են նայեք, օտարերկրյա միջամտությանը ով որ գործիք դարձավ, ով որ վախեցավ, որ ռուսները կարող է իր ձեռից ինչ որ բան խլեն եւ դրա խաթր ստեղ սկսեց գործունեություն ծավալել, ռուսների ազդեցության գործիք դառնալ, մենք նենց կանենք, որ ինքը փոշմանի։
Սա ուղերձը հստակ է դուությամբ, այստեղ ամեն ինչ պարզից պարզ է։ Լավ, պարոն Իոնիսյան, տեսեք, մենք հիշում ենք ամբողջ մայիս ամսվա ընթացքում, երբ քարոզարշավեր ակտիվ ընթանում, օրինակ մեկ անգամ չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ուրեմն եռագլուխ ուժերի ինքն էր, ձևակերպում տարբեր բնորոշումներ տալիս այդ ուժերի առաջնորդների ունեզրկման, բոմժ դարձնելու եւ այլնի հետ կապված։ Գագիկ Ծառուկյանով դրա մեկնարկը տրվում է ձեր գնահատմամբ, որովհետև դատելով օրինակ Իշխան Սաղաթելյանի ասածներից գնալու են նաև մյուս, այսպես ասած, ընդդիմադիր ուժերի լիդերների հետևից։ Ես չեմ կարծում, որ սա ընդդիմադիր ուժերի հետևից գնալ է, այլ սա ավելի շատ Ռուսաստանի ազդեցության ռուսական ուժերի դեմ գնալ է։ Ինչ է, ինչ որ մեկը օրինակ Հայկ Մարությանի դեմ գնում է, Արման Բաբաջանյանի դեմ գնում է, Արամ Սարգսյանի դեմ գնում է, չգիտեմ, Գուրգեն Սիմոնյանի դեմ գնում է, ով կար այնտեղ, էլի ուժեր կան, հա, իրանց վերջին չի հարցը ընդդիմադիր լինելը չի, հարցը ռուսական լինելն է, Ռուսաստանի, և սենց իշխանությունները ուղղակի ուզում են ասեն Ժորժան, մի դարեք ուրիշ երկրի, ես չեմ ասում դա ընդունելի է, թե ընդունելի չի, բայց իշխանությունները ուզում են ասեն մի դարձեք օտարպետության Հայաստանի ընտրությունների միջամտության գործիք, սա է։ Եվ պարոն Իոնիսյան, ձեր գնահատմամբ ի վերջո, եթե նույնիսկ այդ քննչական կոմիտեի հաղորդագրություններ այսպես շատ հարցեր առաջացնում, արդյոք դատարանը բավարար հիմքեր կգտնի ուրեմն կալանավորելու Գագիկ Ծառուկյանին։ Եթե կառավարիչ շարունակվում է։ Ես չեմ կարող գնահատել, որովհետև հասկանում եք, մենք հիմա ինչի հիմա վրա ենք խոսում։ Մենք տեսնում ենք մի կողմից քննչական կոմիտեի հաղորդագրությունները, մյուս կողմից տեսնում ենք պաշտպանվող կողմի, հա, օրինակ Փաշինյանի կամ Ծառուկյանի թիմի հայտարարությունները։ Հիմա որտեղով անցնում ճշմարտությունը, մենք չգիտենք քրեական գործերում ինչ կա, ինչ չկա, ինչ ապացույցներ, մեղքը մեղք ապացուցող, մեղք բացառող, չգիտեմ, փաստեր եւ ես կդժվարանամ ասել։ Բայց եթե սա իրոք քրեական գործ է, որը Իրանից է եկել, այսինքն Իրանի հայցով է եւ իրանական գործարար կա, որ իրոք ուժած է այս գործով, բավական տրամաբանական է։ Տեսեք, Ծառուկյանի դուստրերը նույնպես դատարանի բակում են ու լրագրողների հետ զրույցում քննադատում են, ասում են բարեգործի հետ նման կերպ վարվելը աններելի է։ Գիտեք, ներողություն, բարեգործ դա նշանակ կներեք, մեկ ասում են նորացին երեխա ունեցողին քրեական հետապնդման չի կարելի ենթարկել, հետո ասում են չգիտեմ ես ինչ չի կարելի քրեական հետապնդման ենթարկել, հետո են ինչ չի կարելի քրեական, տենց չի էլի, տենց չի։ Ծառուկյանը ամեն դեպքում մարդ է, որ եթե ես ճիշտ եմ հիշում, նախկինում էլ դատվածություն ունի։ Այս չի որ ինքը սուրբ է։ Ես չեմ ուզում ասեմ, որ ինքը մոլորակյամն է, վատ մարդն է, չէ, բնավ։ Բայց դե մարդ է, որ ինչ որ արարքներ է, ենթադրել արարքներ է արել եւ այդ ենթադրել արարքների համար պետք է մի դատարանի առջև։ Դատարանը պարզ է, արարքները արել է, թե չի արել։ Պարոն Իոնիսյան, մյուս, այսպես ասած, քանի որ դուք նշում եք իշխանության մոտեցումը այս հարցի հետ կապված այն է, որ ովքեր են մեծ հաշվով, այսպես ասած, օտարերկրյա միջամտության գործիք, ուրեմն հաշվի առնելով, որ մի շարք քաղաքական ուժերի հետ կապված այս ուրեմն պնդումները եղել են, ստացվում է, որ նրանց հետևից նույնպես գնալու են։ Ես հույսով եմ, որ ոչ բոլոր քաղաքական հայտարարություններն են վերածվելու
վերածվելու իրականության, որտեղ այդ քաղաքական հայտարարությունների մեջ այնպիսի կային, որոնք ոչ մի դեպքում չարժի է վերածել իրականության, հա, մեկը խոստանում էր մյուսի ողնաշարը կոտրել, երրորդը խոստանում էր մյուսի, չգիտեմ, գլուխը կոտրել եւ այլն։ Բայց ներողություն։ Ես ուզում եմ մենք նաև հստակ արձանագրենք հետևյալը։ Գործողություններ կան, որ պետք է արվեն։ Մենք պետություն նոտարերկրյա միջամտությունից պաշտպանելու ուղղությամբ բաներ կան, որ պիտի անենք։ Չենք կարա, մենք ասելով որպես պետություն չենք կարա նստենք ձեռքերս նստած ծալենք։ Կենթանիների հետ տեղի ունեցած ինչպես եք գնահատում, օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության խոսնակն ասում է, որ նրանք օրենքով սահմանված կարգով ուրեմն շատ լավ պայմաններում են եղել են բոլոր թույլտվությունները, ընդհանրապես ինչպես եք գնահատում, հա, այս գազանանոցը մեջ հաշվով մասնավոր։ Կներեք ես կենթանիների իրավունքների պաշտպանությունից հեռու մարդ եմ, Բերմանի ենթարկված առյուծների վագրների իրավունքների մասով կդժվարանամ մեկնաբանել, որտեղ քրեադատավարական օրենսգրքում քիչ ձևակերպումներ կան առյուծների եւ այլ կենթանիների Բերմանի Ես նկատի ունեմ ինքնին երևույթը այդքան առյուծ եւ կենթանիներ ունենալու։ Ես չգիտեմ, ես երևի ճիշտ մարդը չեմ, որ դա երևի պետք է կենթանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին հարցնեք, ովքեր կկարողանան գնահատել, օրինակ այդ կենթանիների պայմանները նորմալ են, նորմալ չեն։ Առհասարակ ես չգիտեմ, օրինական է տան առյուծ պահել, օրինական չի, իրոք չգիտեմ, ոչ թե ես Ձեզ բան ասեմ, ես Երևանի գազանանոցում նույնիսկ երբեք չեմ եղել, ես նույնիսկ չեմ կարող ասեմ Երևանի գազանանոցում ավելի լավ են պայմանները, թե Ծառուկյանի այդ տանը։ Իրոք ես մի քիչ իմ համար ուղղակի մի քիչ էպիկ էր, որ քննչական կոմիտեն, եթե ես ճիշտ հասկացա ամեն ինչ, իրանք առյուծներին իրեղեն ապացույց են որը մի քիչ էպիկ է, դից փորձում ենք հասկանալ քրեադատավարական տեսանկյունից կարա արդյոք առյուծը լինի իրեղեն ապացույց, չգիտեմ, երևի կա։ Պարոն Իոնիսյան, ես այդ հարցի ճիշտ հասցեատերը չեմ, իմ համար այդ ամեն ինչը տենց մի քիչ անեկդոտիկ բաներ են, էլի։ Պարոն Իոնիսյան, քանի որ Ռուսաստանի հետ կապեցիք այս բոլոր գործընթացները ինչ որտեղ, գիտեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ընտրություններից հետո առաջին անգամ Ռուսաստանի Դաշնությունում եւ Միշուստինի հետ հանդիպում տեղ ունեցավ այն բաց հատվածում գոնե որ մենք ուրեմն ականատես եղանք Միշուստինը այդպես էլ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին նախ դուք ինչպես եք գնահատում կապ տեսնում եք արդյոք այս ուրեմն գործողությունների ուրեմն նկատի ունեմ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների եւ հայկական պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն մեկնելու միջև, որովհետև համացանցում նույնիսկ այդպիսի կապեր էին մարդիկ փորձում տեսնել, այ տեսեք այն օրը, երբ Փաշինյանը մեկնում էր Ռուսաստանի Դաշնություն, հենց այդ օրը որոշեցին, որ ուրեմն շուրջ 70 ընկերություններում պիտի խուզարկություններ իրականացնել։ Գիտեք, այո, կապ տեսնում եմ։ Իհարկե կապ տեսնում եմ, եւ նորից մի հարցրեք, այսինքն կարող եք հարցնել, թե որքանով է դա քրեադատավարական տեսանկյունից օրինական։ Օրինական չի։ Ակնհայտորեն բան կա այստեղ։ Բայց նորից սա պատճառը ոչ թե Ծառուկյանի քաղաքական գործունեությունն, այլ Ծառուկյանի Ռուսաստանի գործիք լինելն է։ Իշխանություն ցույց է տալիս Ռուսաստանին, ցույց է տալիս ուրիշ պոտենցիալ Ռուսաստանի գործիքներին։ Մի արեք տենց բան անեք խնդիր եք ունենալու, լուրջ խնդիրներ եք ունենալու։ Եվ այդ խնդիրները ոչ միայն օրինականության դաշտում են։ Նորից ես բնավ չեմ պնդում, որ այս ամեն ինչ որ տեղի է ունենում, ասեն զուտ, մաքուր, զտարյուն քրեական արդարադատությունը։ Չէ, միամիտ չենք, բայց իհարկե սա ուղղարձա նաև Ռուսաստանին։ Սա ուղղարձա նաև Ռուսաստանին, սա նաև բան է, որը կարող է հետո Ռուսաստանի հետ փոխանակվի։ Բայց ձեր գործիք Ծառուկյանը ուզում եք ազատության մեջ լինի, որովհետև դուք ուզում եք, որ ինքը լինի ազատության մեջ, որովհետև դուք չեք ուզում, որ ուրիշ երկրները տեսնեն, ոնց են ձեր համար
ձեզ ծառայություններ մատուցած անձինք պատժվում, որտեղ ուրիշ երկրներում էլ մարդիկ կվախենան ձեզ ծառայություններ մատուցան։ Սա ձեր համար վատ նախադեպ է։ Ուզում եք ազատության մեջ լինի։ Դե խնդրեմ, այնտեղ չգիտեմ, ծիրանի ֆուրերը կամ վարդերի ֆուրերը կամ չգիտեմ ինչը, թողեք հանգիստ գնան մտնեն ձեր երկիր։ Սա կարող է նաև սենց բան լինի։ Այսինքն դա չեմ բացառում։ Դատելով ինչպիսի զարգացումներ կլինեն առաջիկայում վարդերի, բանջարեղենի եւ այլնի հետ կապված, մենք կտեսնենք, թե ընդհանուր առմամբ ինչպիսի ազդեցություն է ունեցել, ուրեմն տեղի ունեցածը եւ նաեւ այս հանդիպումը ի վերջո տվել է, այսպես ասած, այդ կնճռոտ խնդիրների լուծման բանալին, թե ոչ։ Չեմ կարծում, որ տվել է խնդիրների լուծման բանալին։ Բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները, եկեք ես էլ հասկանանք, էլի Ռուսաստանի հետ հարաբերությունները այսօրվա մասին չեն, այս սեզոնից Իրանի մասին չեն։ Շուտով երկարաժամկետ հարաբերություններ են։ Մենք ստեղ ենք, այս ռեգիոնում ենք։ Ռուսաստանը մեր ամիջական հարևանների ամիջական հարևանն է, հա։ Ռուսաստանը ստեղ է, մեր Կաներեք սովորաբար ռուսերեն են այս բառերը ասում, բայց ես էլ ասեմ, այդտեղ բան կա, մեր դարավոր կապվածությունը Ռուսաստանի հետ կա, ոչ միտեղ չի անհետացել։ Չկարևոր է Ռուսաստանի հետ հարաբերությունները առողջացնել։ Պետք չի Ռուսաստան պատերազմ հայտարարել, բան անել, չէ, պետք է Ռուսաստանի հարաբերությունները առողջացնել։ Առողջացման սահմաններում Ռուսաստան պետք է ասել Ռուսաստան, դու պետք է մեզ նորմալ վերաբերվես։ Եթե դու մեզ վատ վերաբերվես, մենք էլ քեզ վատ կվերաբերվենք։ Այդ վատ վերաբերվելու դրսևորումները նաև Ռուսաստանի ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումներն են։ Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցող անձանց ձերբակալելն է, հա, Անդրանիկ Թևանյանն էր, չէ՞, Թևանյանի։ Այո, Թևանյան։ Դեպքը դրա օրինակ։ Դա առաջին անգամն է այս երկրի պատմության մեջ, որ ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցող անձն է այդ հոդվածով անցնում։ Եվ այլն, այսինքն այս process-ները, որոնք որ արվում է, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալիզացիոն է, պետք չի ակնկալել, որ մի հատ կգնանք Միշուստինին կխնդրենք, Միշուստինն էլ կասի դե լավ հա են, հայտ լավ։ Մեր ջահելներն են թող իրանց ֆուրերը մտնեն երկիր։ Չէ, հարաբերությունների տրանսֆորմացիա է տեղի ունենում։ Հարաբերությունների տրանսֆորմացիան ստրեսային է լինելու։ Մեր համար, Ռուսաստանի համար։ Բայց պետք է տրանսֆորմացիա անցնել։ Բայց Ռուսաստանում կարծում եք ստրես չեն ապրում այս հարաբերությունների փոփոխությունից։ Մենք ստրես ենք ապրում, ասում մեր ծիրանը մնաց, փչացավ, ու հələ չփչացած Հայական հավանականությամբ ինչ որ քանակի գյուղմթեր կարա փչանա։ Ռուսաստանն էլ ասում է, Հայաստան ձեռներից գնաց 200 տարի մեր տակ էր ձեռներից գնում է։ Այս տրանսֆորմացիան պետք է ապրել, տրանսֆորմացիան ապրելուց հետո կգան adekvat հարաբերությունների, adekvat առողջ հարաբերությունների ժամանակահատված։ Որտեղ նորից Ռուսաստանն էլ հոյ տեսով մենակ այսօրվա Ռուսաստանը չի։ Մենակ Պուտինի Ռուսաստանը չի։ Ռուսաստանը հետ մեր հարաբերությունները դարավոր հարաբերություններ են եւ դարերով շարունակվելու են։ Բայց ուղղակի պետք է այդ հարաբերությունները դնել նորմալ ռելսերի վրա։ Նորմալ adekvat ռելսերի վրա, որոնց նորմալ adekvat վերաբերվում որպես նորմալ հարևանի։ Նենց ոնց որ իրանց հարաբերություններն են, չգիտեմ, Ֆինլանդիայի հետ։ Նենց ոնց որ իրանց հարաբերություններն են ուրիշ հարևանների հետ։ Որոշ ուրիշ, հարևաններ կան, ոնց դրանց հարաբերությունը պրոբլեմատիկ է, հարաբերություններ կան, քիչ թե շատ adekvat են։ Պարոն Յունիսյան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարներ, անշարժ գույքից մասնաբաժիններ եւ ավտոկայանատեղի հայորդում է գլխավոր դատախազությունը եւ այսօր նաեւ վարչապետն էր այդ հատիկ, հեշթեգերով ամեն անգամ որ տալիս է իր Facebook-յան էջում հայտնում, որ Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձում Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող 67 հեկտար մակերեսով հողամասը, մի խոսքով եւ շուկայական արժեքներ նշում, ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում այս գործընթացը, որովհետեւ շատերը գնահատում են ուրեմն ուշացած, դանդաղ,
հատկապես վարչապետի այսպես հատիկ առ հատիկ այս հեշթեգերով ուրեմն հաղորդումները տպավորություն են ստեղծում, որ ինչ որ բան տեղի է ունենում ապօրինի գույքի այսպես բռնագանձման առումով, բայց սպասելիքները մեծ հաշվով չեն արդարանում։ Ձեր սպասելիքները արդարանում են այս հատիկ առ հատիկ վերադարձի հետ կապված։ Դուք ինչպիսի նկատառումներ առհասարակ ունեք։ Ես ուզում եմ, որ մենք հստակեցնենք, որ վարչապետի գրառումները, որոնք վերջին տարիներին, եթե չեմ սխալվում, հատիկ առ հատիկով անում է, այդ գրառումների մեծ մասը ոչ թե ապօրինի գույքի, ապօրինի ծագման գույքի բռնագանձման կառուցակարգերով պետությանը կամ հանրությանը վերադարձվում, այլ ընթացակարգերով։ Մի մասը քրեական գործերով, մի մասը քաղաքացիական գործերով, մի մասը, չգիտեմ, տարբեր գործարքներ ուժը կորցրած ճանաչելով, մասնավորեցում ուժը կորցրած ճանաչելով եւ այլն։ Ապօրինի ծագման գույքի բռնագանձման ընթացակարգերով process-ները շատ ավելի դանդաղ են, շատ ավելի ասենց ասեմ, դեռևս չգործածված են, լիարժեք չգործածված են, թեև դրանք սկսել են գործել համապատասխան ստորաբաժանման դատախազությունում կամ համապատասխան օրենքը ընդունվել է 20 թվականին, կարծում ստորաբաժանումն էլ դատախազությունում ստեղծվել է 20 թվականին, այսինքն 6 տարի անց, իսկ հեղափոխությունից անցել է 8 տարի։ Այդ առումով, այո, process-ների արագությունը մեղմ ասած գոհացուցիչ չէ։ Շնորհակալ եմ, պարոն Իոնիսյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում է Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանի հետ։